Պարոն քաղաքապետ, պաշտոնավարումից 6 ամիս անց սա ձեր առաջին ծավալուն հարցազրույցն է, որը կարելի է բնորոշել հաշվետվություն, որին գյումրեցին կարելի է ասել, որ սպասում էր։ Իսկ որը կհամարեք այն կարևոր ձեռքբերումը հենց կարճ ժամանակահատվածում։ Ուրեմն, սիրելի գյումրեցիներ, քանի որ իմ աշխատանքը Գյումրու քաղաքապետ ես ընկալում եմ որպես Գյումրիին ծառայելու առաքելություն, ասում է հարազատ մնալով իմ կարգախոսին, ես ուղղակի որոշեցի հրավիրել ձեզ եւ իմ կիսամյա աշխատանքը հաշվետվությամբ ներկայացնել գյումրեցիներին եւ կատարված աշխատանքը եւ հաջորդ անելիքները։ Թիվ 1 ձեռքբերումը դա բնականաբար թափանցիկ աշխատանքներ առաջերտին մամուլի հետ, հեռուստաընկերությունների հետ, կարևորում եմ Ավագանու ինստիտուտի կայացումը, ավագանիների հետ իմ աշխատանքը, որը գիտեք, որ ուղիղ on-line-ով նաև հնարավորություն է տրվում, որովհետեւ ամեն մի գյումրեցի նաև ինչու՞ չէ, երևի նույնիսկ աշխարհի բոլոր երկրներում հնարավորություն ունեն նաև ուղիղ եթերով տեսնելու մեր ավագանու նիստերը, որը ես շատ կարևորում եմ։ Նաև կա, գիտեք, որ ասենք ստեղծված է բազմակարծության ամբիոն, որտեղ եւ քննարկման ընթացքում լինում են իհարկե ոչ հաճելի, բայց համենայն դեպս ասենք այնպիսի խնդիրների քննարկում, որը ուղիղ եթերով հեռարձակվում է եւ այս ամեն ինչը թափանցիկ ուղղակի հնարավորություն է տվում տեսնելու մեր համակարգացիներին։ Այնպես որ ես համարում եմ սա ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Պարոն Պալասանյան, քաղաքում երթևեկության կանոնակարգում եւ տրանսպորտի աշխատանքում կանոնակարգումը ակնհայտ էր հենց առաջին իսկ օրվանից, խոսքը գնում է լուսացույցների տեղադրման այդ վայրկյանաչափերի տեղադրմանը, ինչու որոշեցիք հենց առաջինը դրանից սկսել։ Գիտեք, երբ որ ես հարմարավետության հետ կապված ուսումնասիրեցի եւ համապատասխանաբար նաև պետք է ինչ-որ նման գործառույթ իրականացվեր, առաջի հերթին անհրաժեշտ էր, որպեսզի մենք կարողանանք մենք վայրկյանաչափային, ուրեմն համապատասխան մենք լուսավորներ տեղադրենք, որը հնարավորություն կտա ավելի հարմարավետ լինելու եւ հետնյորդի համար եւ նաեւ ավտովարորդի համար։ Պատահական չէ, որ արդեն իսկ երևի 70% մոտ փոխել ենք արդեն եւ շարունակում ենք այդ փոխել եւ ասեմ, որ երևի ավելի շատ է այստեղ փոխվել, քան նույնիսկ Երևանում, որովհետեւ հենց Երևանի կենտրոնում է նման լուսավորներ տեղադրված, իսկ մեր մոտ արդեն 9 փոխել ենք, երևի 4-ը կփոխենք եւ դրանից հետո նաեւ կան շատ խաչմերուկներ, որտեղ օրինակ ասենք Հաղթանակ եւ Տեյրանի խաչմերուկում նույնպես պետք է մենք խորհրդակցենք նաեւ համապատասխան մարմինների հետ, այսինքն ավտոպետտեսչության մասնագետների հետ, երևի այդ խառնաշփոթը կարողանանք նույնպես լուսավորներով վայրկյանաչափով ուրեմն տեղադրել եւ փոխել։ Այնպես որ ես գտնում եմ, որ քանի որ հարցը հենց առաջին է դա տվեցիք, հասկանալի է, որ դա տեսանելի է եղել եւ դա հարմարավետություն է ստեղծել մեր գյումրեցիների համար։ Հաջորդ տեսանելի աշխատանք ամենայն դեպս, եթե հետայացենք 6 ամիսներին, նաև տոնական միջոցառումներն էին, խոսքը ամանորի միջոցառումների մասին է, երբ իսկապես գյումրեցին տեսավ տոնական հրապարակ։ Ես ուրախ եմ դրա համար, որովհետև ես շատ արագ մտածեցի եւ ներկայացինք համապատասխան երևի լուսավորության հետ կապված ուրեմն այդ լամպերը եւ դա հնարավորություն տվեց, որովհետեւ մենք ունենանք գեղեցիկ տոնածառ միջոցառումներ կազմակերպել, ուրախացան, մենք բոլորս ուրախացանք եւ ասեմ, որ դա շատ կարեւոր է երիտասարդների համար, որովհետեւ ամեն անգամ ոնց որ թե բոլորը ցկտում են դեպի Երևան գնալ, տեսնել, այնտեղ անցկացնել, ոնց որ թե մեր գյումրեցի մնաց Գյումրիում եւ շատ լավ էր նաեւ իհարկե ասենք
նոր տարվա գիշերը, որ այդպիսի հրավառություն եղավ, եւ դրանից հետո բոլոր միջոցառումները համենայն դեպս մենք կարողացանք հավուր պատշաճի ոնց որ ասում ենք անցկացնել այնպես որ ուրախացնելով Գյումրիին։ Իհարկե, սա փոքրիկ էլեմենտներ են, բայց համենայն դեպս ինչ որտեղ փորձում ես փոխել, ինչ որ մթնոլորտ փոխել։ Սա իհարկե տոնական մասը լուսավորության, իսկ ընդհանուր քաղաքի լուսավորության խնդիրը նաև ակնառու է, առավելևս երբ լուսավոր փողոցները պահանջում են երկրորդային, երրորդային փողոցներում ապրող բնակիչը։ Հիմա այսպիսի մի հատ օրինակ բերեմ թվային, որպեսզի ավելի ակնառու լինի գյումրեցիների համար, ուրեմն հոկտեմբեր ամսին, երբ որ ես արդեն իմ լիազորությունները ընդունեցի, այդ ժամանակ ունենք 3800 լուսակետեր։ Իսկ հիմա ունենք մոտավորապես 5000 լուսակետեր, այսինքն ավելացրել ենք այդ թվականակը, իդեպ ասեմ, որ այն ժամանակ երևի ծախսվել էր, ասենք 10 միլիոնի էլեկտրոէներգիա ամեն ամիս, հիմա մենք ընդամենը 6 միլիոն ենք ծախսում, այսինքն այդքան լուսակետեր էլ ավելացնելով, որ այդ խնայողության հաշվին կկարողանանք ավելի շատացնել։ Փաստորեն ճանապարհ, լուսավորություն, երթևեկություն եւ վերջապես ոչ պակաս կարևոր ծառայությունը իրականացնում քաղաքապետարանը, դա աղբահանությունն է։ Երբ որ ես եկա, առաջի խնդիրը դա աղբատաշտի խնդիրն էր։ Այնտեղ ճանապարհ չկար, անանցանելի էր, մոտ 2 կիլոմետր ճանապարհ մենք վերականգնեցինք, նոր ճանապարհ, այսինքն կառուցեցինք եւ հիմա տեսեք մենք ունենք մոտավորապես 260 աղբակետեր, որտեղ ունենք 600 աղբամաններ։ Հիմա փորձում ենք ուղղակի ավելի քաղաքակիրթ դարձնել եւ ասենք հadoop տարածքների մեջ պատնեշապատել, որբիսի չերևա աղբամանը եւ ուղղակի բացվի աղբատար մեքենան տեղափոխի, իսկ քաղաքացին է որ մոտենա տեղափոխի այդ համապատասխան արգղի մեջ, որ ասենք հետագայում նաև զերծ մնան այդ շները գիտեք ինչ են անում, որ ուղղակի տարածում են ամբողջ աղբը, որովհետեւ նաև ձերբազատված լինենք այդ խնդիրներից։ Ինչու ձևավորվեց քաղաքաշինական խորհուրդ, ինչ հրամայականով էր սա պայմանավորված, որ քաղաքապետարանում ձևավորվեց քաղաքաշինական խորհուրդ։ Ինչու ստեղծվեց, դա հրամայական էր։ Որովհետև եթե մենք հիմա անցնում ենք Հաղթանակի պողոտայով կամ Շիրակացիով կամ կենտրոնի թեկուզ Շահումյան փողոցով մենք երբ որ տեսնում ենք նման աղճատված վիճակ ճարտարապետական, ուրեմն անհրաժեշտ էր եւ այնտեղ պետք է անպայման ընդգրկենք այնպիսի մասնագետների, ինչպիսին, ասենք, վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էր, Մուշեղյանն էր եւ մեր քաղաքի բոլոր ճարտարապետներին, քանդակագործներին, նկարիչին, այսինքն մարդկանց, որոնք եթե ես այսօր որևէ քաղաքաշինական խնդիր կամ մանավանդ փոքր կենտրոնում կամ ասենք շատ կարևոր առաջի գծի վրա կառուցվող անպայման պետք է մենք համապատասխանեցնենք քաղաքաշինական խորհուրդով անցնի եւ համապատասխանեցնենք մեր ճարտարապետությանը։ Այլապես կկորցնենք եւ Կումայրի արգելոց թանգարանը, որը մեզ համար երևի ամենաթանկարժեք բանն է, քաղաքի պատմությունն է, եւ եթե մենք դա կորցնենք, մենք ճիշտ ասած ուրիշ բան չենք ունենա, մենք այցելուին կամ տուրիստին ցույց տալու, դա պատմություն է, դա շատ երկար տարիների պատմություն է։ Մենք ունենք հնագիտական թանգարան, երևի ասենք պետք է մենք կարողանանք սրանից սկսել, Կումայրի արգելոց թանգարանը չկորցնել եւ կարողանալ այդ մշակույթը ուղղակի այնպես ուրեմն այնպիսի ճանապարհով տանել, որը հետագայում սերունդները մեզ ուղղակի չքննադատեն, չասեն դա այսինչ օրը գցեցիք դուք մեր այս գեղեցիկ քաղաքը, պատմական քաղաքը։ Պատմաճարտարապետական նշանակության շատ շինություններ վերականգնման խիստ անհրաժեշտությունն են, հիմնականում Կումայրի պատմական միջուկը։ Լավ, կուզենայի խոսել պարոն Փալասանյան կամարների եւ արձանախմբի մասին, որը նախատեսվում է տեղադրել քաղաքի մուտքի մոտ։ Համենայն դեպս անօթևանության խնդիր ունեցող քաղաքում կամարների եւ արձանախմբերի տեղադրումը մի փոքր քննադատության է արժանանում։ Քաղաքը իրավունք ունի նման շքեղություն իրեն թույլ տալ։ Կամարի հետ կապված իհարկե առաջարկություն եղել է եւ նույնիսկ բյուջեում ընդունվեց, բնական է, այդ գումարը հիմա մենք ավելի շատ, քանի որ այս վիճակը ասֆալտապատման այսպես էր ուղեցինք եւ նույնիսկ վերջի ավագանու նիստով մենք փոխեցինք այս ամեն ինչը, բայց ասեմ, որ եթե անօթևանության խնդիրը, որը շատ մեծ գլոբալ խնդիր է, կապենք ինչ որ մի կամարի
հետ, որը մուտքի մոտ ունենանք եւ այնտեղ կարողանանք 100 պատշաճի մենք դիմավորենք մեր հյուրերին, ուղղակի չի կարելի կապել իրար հետ։ Ես ասեմ, որ անօթևանության խնդիրը դա պետության խնդիր է եւ պետք է կարողանանք մենք դա հարցը բարձրացնել եւ դրան լուծում տալ։ Այսինքն բերեք մանր փոքր հարցը, ուղղակի չկապենք գլոբալ խնդրի հետ, որը պետք է անպայման pedagogan բյուջեի միջոցներով լինի, pedagogan միջոցներով, բարեգործների եւ այլն, ոնց որ ասենք անցել է ճանապարհ։ Այսինքն մենք անցել ենք ինչ-որ մի հատ ճանապարհ, այսօր մենք մոտ 5000 տնագային տնտեսություններ ունենք, պետք է ձերբազատվենք եւ մենք կարողանանք ունենալ վերջնական, այսինքն արդյոք հիմա ճիշտ ասած այս թիվը ուղղակի հաշվառման հետ կապված, նաեւ թիվը վերջնական հաշվառումը այնպեսին է, որ տարի է պետք, որովհետեւ մենք հասկանանք դե լավ իրականում ինչպիսի տնտեսություն ունենք, որտեղ հիմա նաեւ գույքագրման process է գնում, դրա համար ինչ որտեղ ես գտնում եմ, որ մենք պետք է կարողանանք նաև ինչու՞ չէ, եւ քաղաքի տեսքը պահպանել եւ նաև ասենք ընդունել հյուրերին թեկուզ այդ կամարը ունենալով։ Իհարկե, այս տարի մենք այդ ճոխությանը չենք գնա, բայց ամենայն դեպս դա ասում է իմ մտքի մեջ կա եւ եթե անհրաժեշտ եղավ, անպայման մենք հնարավորություն ունենանք անպայման կանդրադառնանք այդ հարցին։ Իսկ ճիշտ է, որ պարոն Բալասանյան որոշել եք վերանվանել Վարդանանց հրապարակը։ Ու անիմաստ գիտեք խոսակցություններ այսօր այդ ժամանակն է չկա, որ այսպիսի բաներ մտածեն։ Ճիշտ ասած, տրամաբանությունից զուրկ է, այսինքն այսօր նման բանը, այնպես որ ոչ մի այդպիսի բան չեմ պատկերացնում, ճիշտ ասած։ Ասում է մեզ համար Վարդան Մամեդյանը, գիտեք որ, ասում է օդարոդի մարդ չէ եւ մեր սրբերից այնպես որ չկա այդպիսի բան։ Միշտ Գյումրին համարվել է ռիսկային գոտի ներդրումների համար։ Այս առումով ինչ կասեք, ներդրումային ծրագրերի Գյումրին նոր ներդրումային ծրագրերի սպասի, քանի որ այսօր գյումրեցին շատ արագ փոփոխություններ է ուզում։ Ես ասեմ, որ շատ կարևոր հարց է ներդրումների հարցը։ Ներդրումների հարցը, գիտեք որ դա եղել է իմ միշտ բարձրացրած հարցերից, երևի մեր ցավոտ կողմը, որտեղ ներդրումները դա աշխատատեղեր են։ Եթե կա ներդրում, կա նաև աշխատատեղեր, ներդրում կարող է լինել ինչ-որ մասնավոր բնակարանաշինության, հասարակական սննդի, նաև գործատեղերի հետ կապված։ Հիմա տեսեք, պետք է մենք կարողանանք ուղղակի ասել, կոչել մեր գյումրեցիներին, որ բոլոր իրենց ծանոթների միջոցով կամ չգիտեմ ինչ որտեղ նաև բարեկամների միջոցով ուղղակի հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդը գա եւ Գյումրի քաղաքում կատարի ներդրումներ։ Ներդրումները բնականաբար դա բիզնես է, եթե աշխատատեղեր է ստեղծում, ուրեմն անպայման պետք է որ փաստորեն ունենա այնպիսի արտոնություններ քաղաքը, ունենա այնպիսի ենթակառուցվածքներ, որը հնարավորություն տա ուղղակի հրաբուրիչ դարձնել մանավանդ ռիսկային հոդում գտնվող տարածաշրջանում քաղաքում Գյումրի քաղաքում ներդրումներ կատարելու համար։ Պետք է ես որպես քաղաքապետ բնականաբար իրավասություն ունեմ որոշ հարգերից ազատելու, տրամադրելու հողատարածք, նույնիսկ ես ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ, եթե կան այդպիսի մարդիկ, որոնք աշխատատեղեր կստեղծեն, ուրեմն մենք պետք է տրամադրենք նույնիսկ 1 դրամով 1 հեկտար հողամաս։ Օրինակ բերեմ, օրինակ հիմա Sport City-ի հետ կապված ոնց որ թե կա այդպիսի ներդրում, ես հավատացել եմ փաստորեն մեր համակարգացուն եւ ես վերջի ուրեմն ավականու նիստի ժամանակ նաեւ մենք շատ չնչին գումարով ուղղակի աջուրցի դրեցինք այդ համապատասխան տարածքը, որբիսի նա ներդրումներ կատարի, լուրջ ներդրումների մասին է խոսքը, մոտ 300 միլիոն ներդրումների մասին է խոսքը, որը ես հավատացել եմ։ Իհարկե, եթե պայմանագիրը մենք կազմում ենք, եթե պայմանագրին չի համապատասխանի, բնականաբար կասենք, որ ասենք հավատացինք, բայց հիմա քանի որ գործը չի կատարվում, ըստ պայմանագրի լուծարում ենք նաև հետագա մեր քայլերը։ Կան նաև Հոլանդիայից եկած մարդիկ, որոնք ուզում են ներդրումներ կատարեն ու թեթև աշնաբերության հետ կապված։ Ես ասեմ, որ համամիտ եմ ես, նորից եմ պատրաստական տարածքներ տրամադրել, սկիզբը ասել եմ, որ սկսում ենք 400 աշխատատեղով, 40 աշխատատեղից մեկ տարվա ընթացքում դարձնում են 500 աշխատատեղ կամ 400, այսինքն ես նույնպես ասենք հիմա այդպիսի օդի մեջ ասենք որ գիտես վերացական եկել են եւ միանգամից պետք է հավատանք, այդ սխալ կլինի, բայց որ եկել են արդեն իսկ սա շոշափելի արդյունք է, որ կարող է մարդը արդեն իսկ այս ռիսկային կոդում, այո կենտրոնից հեռու 120 կիլոմետր հեռավորության վրա ռիսկային կոդու, սեյսմիկ կոդու, հյուսիսային մասի եւ այլն, այս ամեն ինչը հաշվի առնելով պետք է մենք հասկանանք, որ
պետք է մենք կարողանանք այնպես անել, որպեսզի մարդկանց ներգրավենք, բերենք եւ նրանք ներդրումներ կատարեն, տալով նրանց այս բոլոր տեսակի արտոնությունները։ Դրա համար կարևոր է, որ լինի կայուն քաղաքականություն, լինի համերաշխ, ասում են ընտանիք, ոնց որ ասենք համերաշխ քաղաք, գեղեցիկ քաղաք, կանաչապատ տարածքներով, այսինքն ենթակառուցվածքները նորմալ լինեն, այսինքն տուփոսանքը որակով լինի, որովհետև հիմա մենք գիտենք, որ նաև դրա հետ կապված ունենք նաև լուրջ ծրագիր, որը իրականացում է Գյումրիում, նոր ենթակայաններ են կառուցվում, այսինքն այս ամեն ինչի ջրամատակարարման հիմա խնդիր ենք լուծում արդեն, որը խմելու ջուր չի ունեցել Գյումրին, հետագայում ունենք նաև ծրագիր կոյուղաչարերի հեռացման հետ կապված, այսինքն այս ամեն ինչը պետք է կարողանանք անել, հրապուրիչ դարձնել, մեր ժողովրդին պահել քաղաքում, որպեսզի արտագաղթ չլինի եւ կարողանանք ընդհակառակը ուրիշ դասից մարդիկ բերել, ներդրումներ կատարել եւ ստեղծել աշխատատեղեր։ Սա է իմ խնդիրը, որպես քաղաքապետի։ Իմ տրամաբանության մեջ չկա, ասենք, գիտեք, ինչ կա, փայ մտնել, 50-50 հարաբերություն եւ այլ, չկա այդպիսի բան։ Ընդհակառակը մի բան է, ես եմ օգնելու, ես եմ անելու։ Սրա հետ կապված, այս ծրագրերի հետ կապված ես հիմա լուրջ աշխատանքներ եմ տանում, ուղղակի հիմա չեմ ուզում այս հաշվետվության մեջ ասել, ես սիրում եմ պրագմատիկ մարդ եմ, սիրում եմ շոշափելի, տեսանելի արդյունք։ Եթե եղավ, կասենք, այ սա արեցինք, այս արեցինք, ստեղծեցինք, այսքան աշխատատեղ։ Ես ուրախ կլինեմ, նույնիսկ 10 աշխատատեղ ստեղծող մարդուն ընտարաճել եւ ասել, որ մենք ձեր կողքին կանգնած ենք։ Ասում եմ, ցավոտ տեղին կբաք։ Պարոն քաղաքապետ, արտոնյալ պայմաններից բացի ըստ էության նաև ներդրողին կհետաքրքրի քաղաքի ենթակառուցվածքներ եւ դրանց վիճակը։ Սկսենք մեր փողոցներից։ Տրանսպորտի նախարարության համապատասխան մասնագետներ ուսումնասիրություններ կատարեցին Գյումրիում ու նշեցին, որ ընդամենը 5% մեր քաղաքի փողոցների վերանորոգման ենթակա չէ եւ պահանջվում է 6 միլիարդ դրամ։ Իսկ մենք ճանապարհաշինության համար տեղական բյուջեից հատկացնելու ենք 320 միլիոն, իսկ պետական բյուջեն տրամադրում է, եթե չեմ սխալվում, 300 միլիոն, 620 միլիոն դրամ։ Ну, մի քիչ ավել է տրամադրելու պետական բյուջեից, նաև մարզպետարանի միջոցով, ասեմ, որ այո 320 միլիոն մենք ենք տրամադրում։ Հիմա փոխանորոգումները սկսել ենք, իհարկե եղանակները մի քիչ խանգարեցին, բայց ուսումնասիրվեց մոտ 86 փողոցների հետ կապված հիմա ոնց որ թե փոխանորոգումներ կանենք, հիմնականում մագիստրալ փողոցների հետ կապված, որոնք նավիգացիայի տակ են հիմնականում, կլինի կապիտալ նորոգումներ հրաբարակը, Շիրակացի փողոցը կփորձենք փակել այելի կապիտալ նորոգումներով, իսկ մյուս փողոցները, որոնք համարում ենք, որ շատ կարևոր փողոցներ են, օրինակ Սավոյան փողոցը, Կոմիտաս փողոցը, Բաղրամյան փողոցը, Շինարարները, Կերծեն փողոցը, Սպանդայրյանը, դրանքի կփորձի քաղաքապետարանի իր ուժերով ուղղակի փոխանորոգումներ անել կամ ինչ որտեղ այս ասֆալտի ուրեմն ավելացված այդ ուրեմն փաստորեն ոչ որ նյութը, ասֆալտանյութը այդպես տեղափոխել եւ այդ փողոցներում հարթեցնել, փորձել, որպեսզի հարմարավետ դարձնենք մեր քաղաքացիների համար։ Նաեւ երկու կազմակերպություն կա, որոնք հիմա ջրագծեր են անցկացնում, դա Սադե եւ նաեւ Տարոժնի կազմակերպություններն են, որոնք նույնպես փոխալցումներ պետք է կատարեն իրենց այդ փորած տեղերում, դա նույնպես կօգտագործենք, որովհետեւ մենք կարողանանք ունենալ գոնե բարեկարգ փողոցներ, այսինքն փոխանորոգենք եւ հնարավորինս տեսնենք ինչ կարող ենք ունենալ, որովհետեւ եթե աշխատանք ենք կատարում, երևի նորից բյուջեով հրատապ ծրագրի տակ նորից բյուջե կհատկացվի, նորից գումար կհատկացվի այս աշխատանքները կատարելու համար։ Իսկ ասած տեսնենք, հիմա սկսել ենք աշխատանքները 4 ուղղություններով լուրջ հետևում ենք եւ գտնում եմ, որ պետք է բոլորս հետևողական լինեն, նաեւ լրատվամիջոցները, հեռուստաընկերությունները, որովհետեւ մենք ունենանք որակյալ փոխանորոգված փողոցներ, գոնե այդպեսին, որովհետեւ հաջորդ տարի չքանդվի, այս պատկերը չունենք։ Իհարկե կքանդվի, բայց ճիշտ ասած այնպես լինի, որ այսպիսի քանդուց չլինի, ինչպես մենք այս պատկերը ստացանք 2013 թվականին, երբ որ ճյունը արդեն հալվեց։ Նաև ծմրան մայթերի փողոցների սպասարկման խնդիրներ առաջ եկան։ Ծմրան մաքրման աշխատանքների հետ կապված ասեմ, որ այս տարի ինձ թվում է, որ մեր ավտովարորդները պետք է չդժգոհեն, բայց մեր համակարգացիները մայթերի հետ կապված պետք է դժգոհեն։ Ինչ որտեղ նաև տեխնիկա չունենալու պատճառով մենք չկարողացանք այնպեսի
մակրման աշխատանքներ տանեինք, որ ուղղակի չդժգոհեին, որովհետև շատ դժգոհություններ եղան, բայց համենայն դեպս այստեղ նաև մի հատ խնդիր կա, որ շատ տաղավարներ կան ուղղակի մայթերի վրա դրված, մենք ունենք տրակտորներ փոքր, չկարողացանք նույնիսկ այդ տրակտորները օգտագործենք, որովհետև ուղղակի խանգարեցին։ Կփորձենք, որ անպայման հաջորդ ծմեր ունենանք համապատասխան երևի ավելի տեխնիկա, ավելի կազմակերպված, որովհետև մի քիչ հապչեպ ստացվեց հոկտեմբերի 11-ից ընդամենը 6 ամսվա մեջ լուրջ բանել անել, լուրջ փոփոխություններ անել թեկուզ մակրման աշխատանքների հետ կապված, ու այս տարի երևի թե ինչ որտեղ կփորձենք անպայման այնպես անել, որպեսզի գոհ մնա մեր համակարգացիները, մեր գյումրեցիները այս բոլոր աշխատանքներից։ Իսկ համակարգացիները կարող են ակնկալել, որ մեր տրանսպորտային միջոցների նաև բազան կնորացվի, քանի որ ներկայիս վիճակով եղած միկրոավտոբուսները արդեն կարելի ասել ժամկետ անց են։ Շատ անհարմարավետ վիճակում է գտնվում մեր տրանսպորտը։ Նախ շատ դժվար է այս փողոցներում ուղղակի նաև վարորդների համար, բայց այդ միկրոավտոբուսները ինձ թվում է, որ գիտեք, իրենց դարը ապրել են, ոնց որ թե այսպես ասեմ։ Հետո շատ վատ է սպասարկվում։ Հիմա մեր ցույցներ են հայտարարել, պարզ է քաղաքապետարանը պատասխանատու այս ոլորտի հետ կապված։ Եվ մենք փորձում ենք, որպեսզի ստեղծենք այնպիսի պայմաններ, որպեսզի կարողանա մարդը հարմարավետ տրանսպորտով տեղափոխվել մի տեղից մյուսը։ Նույն մի փոքր խմբականակ ավտոբուսներ արդեն ներկրել ենք, երևի մայիսի կեսերից սկսեն աշխատել, տեսնենք թե երբ մրցույթները կշահեն։ Դրանից հետո կփորձենք նաև փորձել տեսնել ավտոբուսների հետ կապված փորձարկումը, թե ինչպես աշխատեց մեր փողոցների վրա չինական ավտոբուսներ են։ Եվ եթե մենք տեսանք, որ իրոք եկամտաբերություն ունի այս ավտոբուսները, ինչ որտեղ համարելով բիզնես, մենք ուղղակի կոչ կանենք մեր համակարգացիներին, ովքեր հնարավորություն ունեն ներդրում կատարել տրանսպորտի ոլորտում, որովհետեւ մենք ձերբազատվենք միկրոավտոբուսներից եւ ավելի հարմարավետ դարձնենք մեր ուրեմն տրանսպորտային միջոցներով մեր համակարգացիների երթևեկելը։ Կարևորում եմ նաև կանգառների հետ կապված խնդիրը, անպայման կանգառներ պետք է ունենանք, փորձենք քաղաքակիրթ դարձնել այս ամեն ինչը։ Իհարկե սա իրենից շատ մեծ գումարներ է պահանջում, բայց հիմա առաջի փորձերն է կկատարենք, եթե լավ ստացվեց, երկրորդը, երրորդ պարտիաները կբերվի, նաև կստանանք արձագանքներ, կտեսնենք ինչպիսի աշխատանք ծավալվեց։ Պարոն քաղաքապետ, պաշտոնավարման առաջին օրից սկսած նաև առաջնահերթ աշխատանքը եղավ կադրային եւ աշխատանքային գործառույթներում փոփոխություններ կատարելը, ինչքանով է հաջողվել նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ այդ բյուրոկրատական խոսքը փաստաթղթային քաշքշուկների մասին է։ Ու հիմա գիտեք ինչ է, այստեղ համապատասխան թիմ օրենքի նաև իմ նախընտրական ծրագրի, նաև քարամյա ծրագիրը, որը ընդունեցինք, որը նաև գիտեք լուրջ մասնակցություն ունեցան եւ տարբեր տեսակի ուրեմն հասարակական կազմակերպություններ եւ նաև ինչ որտեղ ասենք քաղաքամերն է, հասարակական քաղաքամերն է փաստորեն նախաձեռնող խումբը եւ նաեւ աշխատանք եւ արժանապատվություն նախաձեռնող խմբերը մեր համակարգացիները նույնպես իրենց առաջարկությունները կատարեցին քարամյա ծրագրի հետ կապված կանոնադրություն ընդունեցին, կանոնակարգ ընդունեցինք, բնականաբար հաստիկացուցակը հաստատվեց տարածքային ուրեմն նախարարության կողմից, այսինքն հեշտով արվում է այս ամեն ինչը։ Հիմա մենք մի հատ մալբրե ծրագիր ենք, փաստորեն հիմա երևի մինչև հունիսի 1-ը կունենանք մեր քաղաքապետարանում, որը հնարավորություն կտա, որպեսզի ավելի քիչ շփումներ լինեն անպատասխան բաժինների հետ, ուղղակի մեր համակարգացին կմոտենա մեկ պատուհանի սկզբունքը, որը ես խոստացել եմ, այդ մեկ պատուհանի սկզբունքով ինքը իրեն դիմումը կհանձնի, հետո ինքը կգա, նաև կստանա հետ, եւ ինքը կարող է ուղղակի ինտերնետի համակարգիչի միջոցով նա կարող է հետևել թե իրեն դիմումը որտեղ է, ես կարող եմ հետևողական լինել, ամեն առավոտ տեսնել, թե որ դիմումը, ասինքն չի պատասխանվել մեր քաղաքացիներին։ Բնականաբար այստեղ կոռուպցիոն ռիսկերը նվազեցվում է, իհարկե անկաշար աշխատում, քաղաքապետարանը չկա այդպիսի բան, ես եթե նման բան նկատեմ, ուղղակի ես չեմ աշխատի այդպիսի մարդու հետ,
եւ մենք կփորձենք, որ ուղղակի նաեւ այս շփումները ավելի քիչ լինեն եւ համապատասխան մեկ ուրեմն Պադուանի սկզբում կա անպայման գործի մեր Գյումրիի քաղաքապետարանը, որը երևի Հայաստանում այդպիսի ծրագիր առաջի անգամ գործելու է Գյումրիում։ Ու կա թեժգիծ նաեւ, որ ասենք կապվում է եւ տրանսպորտի եւ չգիտեմ աղբահանության հետ կապված եւ նաեւ ինչի՞ չէ իրենց դիմումների հետ կապված, որովհետեւ մարդիկ զանգեն եւ կարողանան ուղղակի հնարավորության չափով շատ արագ իրենց հարցերին ուրեմն իրենց դիմումների պատասխանը ստանալ։ Իհարկե ես ներողություն եմ խնդրում մեր համաքաղաքացիներին, ընդունելություններ ուղղակի շատ ամեն շաբաթ չեմ կարող կազմակերպել, որովհետև իրոք ծանրաբեռնվածությունը շատ է եւ ամենայնտեղս ամիսը 2 անգամ ընդունելություն են կանում, այնպես որ նաեւ այդ դիմումները նույնպես արագ կպատասխանվեն։ Կփորձենք, որ անպայման մեր եւ աշխատողները, որոնք հիմնականում երիտասարդներ են ընդգրկվել, այս աշխատանքների մեջ շուտով լինելու եւ եթե խելացի երիտասարդներ կան թող մասնակցեն, ես ասում եմ խոսքից տերն եմ, ինչ ասել եմ նախընտրական ծրագրի շրջանակներում, անելու եմ այնպես, ինչպես խոստացել եմ։ Մեկ Պադուանի սկզբում թեժգից եւ դրա հետ կապված բոլոր խնդիրները, որոնք կարող են հետագայում խնդիրներ ունենալ, ես անպայման հետեւողական կլինեմ, որովհետեւ կկարողանամ արդեն ես նույնպես համակարգիչի միջոցով ամեն առավոտ հետեւողական լինեմ, թե ինչքան թիմում ստացանք, պատասխանվեց թե չէ, որովհետև եթե չի պատասխանվում, ուրեմն նա կարմիր գծով արդեն երևում է, որ չի պատասխանվում, այսինքն պատասխանատվության տակ հիմնականում ընկնելու է այն բաժինը, որը ժամկետների մեջ չի տեղավորվում եւ չի պատասխանում դիմումներին։ Մշակութային մայրաքաղաք հռչակումը Գյումրիին ինչ կբերի, վերաբերմունք թե ներդրումներ։ Գիտեք ինչ կա, ամենակարևորը այսօր, որպեսզի մենք կարողանանք հասկանալ, որ մենք մշակութային քաղաք ենք։ Պատահական չի ընդրված, եթե Հայաստան, ուրեմն Գյումրի։ Եվ ես սկզբից է, որ մենք խոսեցինք, ես ասեցի, որ սա մշակութային եւ սպորտային մայրաքաղաք է իրոք, որովհետեւ եթե մենք լավ ուսումնասիրում ենք ակունքները մշակութային գործիչների եւ սպորտի բնագավառի, դուք տեսնում եք, որ ոնց որ թե ակունքները Գյումրիից է սկսվում։ Մեր այս սպորտցիցի կառուցող Հրանտ է անուն, ասում է մեր հողն ու ջուրը մեր օդը ուրիշ է, մեր գյումրեցիք ուրիշ են, մենք ուրիշ ենք։ Եվ այսօր պատահական չէ, որ ասում է շահում ենք առաջի ցայն, այնպես ուրեմն Մաշա Մենջոյանը, կամ չգիտեմ, այսօր մենք օլիմպիական չեմպիոններ ենք ունենում հանձինս Արտուր Ալեքսանյանի։ Այսինքն հիմա երեք արդեն Մեխագազարյանը ասաց, որ եւս Եվրոպայի մեկ չեմպիոն ունեցանք Պադանիների սամբոյից։ Այսինքն մենք ամեն օր ինչ որ այս փոքրիկ քաղաքում եւ այսպիսի լավ հաջողություններ սպորտի եւ մշակույթի բնագավառում։ Բնականաբար պետք է կարողանանք ճիշտ օգտագործենք այս ամեն ինչը եւ հնարավորություն կունենանք ուղղակի այստեղ զարգացնելու туриզմը։ Եթե մենք туриզմը կարողանանք զարգացնել, որը ինձ համար թիվ 1, ուրեմն երևի տեղն է գրավում, որովհետև դա շրջանառություն է, ֆինանսական շրջանառություն է, դա մեզ կբերի ուղղակի այնպիսի աշխատատեղեր, որը կապվում է փաստորեն, ասենք, սերվիսի հետ, սպասարկման հետ։ Հիմա ծրագրեր ենք, փաստորեն միջոցառումների ծրագրերն ենք քննարկում, լուրջ աշխատանքի անհրաժեշտ ծավալել, որպեսզի հունիսի 2-ին մենք կարողանանք պատվով, ասում է Գյումրեցու թասիբով, կարողանանք լուրջ բացում անել եւ 56, եթե չեմ սխալվում, 56 միջոցառումներ արդեն իսկ ծրագրով նախատեսված է մինչեւ նոյեմբեր ամիսը եւ նոյեմբեր ամսին փակումը կանենք մեր Վարդան Աջիմյանի թատրոնում Սպիվակովի, ուրեմն երևի մասնակցությամբ ինքը ուրեմն իր խմբով կլինի այստեղ, նո այդպես են ասել, ճիշտ ասած ուրախ կլինեմ, որ նա լինի, որովհետև գիտեք, որ նա հայ ազգի շատ մտերիմ մարդն է եւ բոլորս հարգում ենք իրեն, ամեն քայլափոխինքը մեր կողքին է եղել եւ նրանով փակում կկատարենք։ Այսինքն նաեւ քաղաքը ունի կանաչապատման խնդիր եւ քաղաքը կանաչ գոտիների պակաս ունի։ Ու ճիշտ ասած շատ ծանր վիճակում է գտնվում, հասկանում եք, որ ասենք ինչ որտեղ մենք ռոռոկման ջրի խնդիր չունենք, այդ ցանցը չկա։ Հիմա փորձում ենք վերականգնել, օրինակ հայու հրաբարագում խողովակները ինչ որտեղ չկա։ Հիմա վերականգնում ենք, որովհետեւ կարողանանք ինչ որտեղից այդ սնուցել, որովհետեւ այդ կանաչ տարածքը կարողանանք ամեն օր ջրել, պարզ է։ Կանաչ տարածքների կարիք կա։ Ու ծառեր ենք բերել, հիմա թփեր ենք բերել, ծաղիկներ ենք բերել։ Մենք բոլոր գերատեսչություններին կտրամադրենք նախակրթարաններին, չգիտեմ, մշակույթի օջախներին, գերատեսչություններին, բոլորին
ով դպրոցները հիմա արդեն հայտեր են ներկայացրել եւ բոլորին տալով մենք կփորձենք որպեսզի ծառատուն կազմակերպենք։ Շնորհակալություն պարոն քաղաքապետ, հաջորդ 6 ամիսների հաշվետվության ժամանակ հավանաբար արդեն կխոսենք կատարված ծրագրերից, որոնց մասին դուք արդեն նշեցիք։ Ես էլ եմ շնորհակալ, որ իմ հրավերքը ընդունեցիք եւ այսօր մենք կարողացանք այս 6 ամիսների հաշվետվությունը մեր գյումրեցիներին տալ, չգիտեմ ինչքանով ստացվեց, համենայն դեպս ես գիտեմ, որ անելու ենք ամեն ինչ։ Ճիշտ ասած, ես քիչ եմ խոսում, շատ եմ անում։ Ես չեմ սիրում շատ խոսել։ Ուղղակի հաշվետվություններ պետք էր պարտադիր անպայման տալ արվածի, հետագա ծրագրերի եւ անելիքների հետ կապված։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն քաղաքապետ։